1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որը ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս թեմայի շրջանակներում այսօր զրուցելու ենք Մանվել Սարգսյանի հետ, ով 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Պարոն Սարգսյան, նպատակները, որոնք դրված էին այն ժամանակ, որքանով հնարավոր եղավ կյանքի կոչել։ Առաջինը եւ ամենակարևորը դա պետական շինարարության process-ն էր։ Փաստորեն այդ առումով պետական ինստիտուտները կարելի է ասել բոլորը հիմնադրվեցին եւ գործում են։ Ամենադժվարը բանակի խնդիրն էր, բնական է։ Մենք արդեն կարող ենք բարձր վստահ ասել, որ Դղյապաշտպանության բանակը երևի թե ամենագործուն եւ կայացած ինստիտուտն է։ Եվ այս վիճակում, երբ որ չի դադարում պատերազմը, փաստորեն այդ ինստիտուտը հիմնական դերն է կատարում այս պետությունը պաշտպանելու գործում։ Եվ արտաքին գործերի նախարարությունը ստեղծվեց 93 թվականին, պարլամենտ, նախագահական ապարատ եւ ամեն ինչ, մենք բոլորս այսօր կարող ենք ասել, որ այն էֆեկտիվությունը, որը սպասվում էր այդ ինստիտուտներից, գոյություն չունի։ Իհարկե, ընտրական process-ներ Լեռնային Ղարաբաղում կան, որը շատ կարևոր է, սակայն գոյություն ունեն եւ այդ բացասական երևույթները, որոնք ինչ որտեղ Հայաստանում գուցե ավելի խոր են, այդ օլիգարխիզացման process-ները, բյուրոկրատիզացիայի ընկերները, ինչպես նաև ընդդիմության չգոյությունը մեծ հաշվով Լեռնային Ղարաբաղում։ Այդ ամեն ինչը գոյություն ունի, մենք փաստորեն քաղաքական կյանքը շահկապված է Հայաստանի հետ եւ չի կարող ասենք առանձին ինչ որ զարգացում նկատվել, ինչ որ տարբերություններ կան, բայց իհարկե դա այն չէ, ինչ որ սպասում է ժողովուրդը։ Շատ ավելի իհարկե վատ վիճակում տնտեսական զարգացումն է։ Սա այն չէ, ինչ որ կարելի է սպասել։ Գիտեք, 25 տարի անցել, 25 տարվա մեջ այդ արաբական անապատներում ամերիկյան քաղաքների պես քաղաքներ են մեծացել, ստեղծվել։ Իսկանում դա զարգացումը դա է։ Երբ որ մենք մի քանի շենք ենք սարքում, կամ չգիտեմ ինչ որ մի կառույց, մի ճանապարհ, մարդիկ մեկ-մեկ նենց են ուրախանում, կարծես թե ինչ մեծ բան է եղել, չէ՞։ Բայց իհարկե դա այն զարգացման տեմպերը չեն եւ այն չէ, ինչ որ ժողովուրդը սպասում էր։ Այդքան զոհերով ստեղծեց պետություն եւ հույսը դնեց դրա վրա, թե չգիտեմ, այս տարի ծորեն կլինի, թե չի լինի, խաղող կլինի, թե չի լինի, իհարկե դա այն չի, ինչ որ ժողովուրդը սպասել է։ Ու չեմ ասում անարդար պայմանները, արդարությանը չեն կարողացել հասնել։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ այդ զոհերը ինչը պիտի արդարացներ այն կյանքը, որը դու սպասում ես, որը իհարկե չկա։ Այդպիսին է վիճակը եւ մտահոգվածություն կա, ես նկատում եմ շատ է խոսվում, բայց փոփոխություններ լուրջ դեռ չեն նկատվում։ Պարոն Սարգսյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 4 իշխանություն է փոխվել այս տարիների ընթացքում։ Նրանցից ով ինչ է արել անկախության ամրապնդման համար, եթե այսօր մենք պրոգրես առաջընթաց չենք արձանագրում ըստ էության, կարող ենք ասել այդ տեսլականը նրանց առջև դրված չի եղել։ Այդ որակի պետական կառավարման համակարգ, որը պետք էր, իհարկե դժվար էր հասնել եւ ինչ որ բաներ ամեն մի իշխանություն իհարկե արել է։ Ամենադժվար խնդիրներից մեկը հետպատերազմյան սինդրոմը հաղթահարելն էր, որը մասնակի արվեց, երբ որ ասեք այն ռազմաքաղաքական դիկտատուրան, որը ստեղծվեց այն ժամանակ 90-ական թվականների վերջին, հաջողվեց դեմոնտաժել, ենթարկել բանակը քաղաքացիական իշխանություններին։ Ամենաերական խնդիրն է, որը այն ժամանակ լուծվել է, եւ իհարկե դա ինչ որտեղ թույլ է տվել արդեն պետական ինստիտուտները զարգանան։ Բայց ես չեմ կարող ասել, որ դա միջև վերջ հաղթահարվել է։ Չի հաղթահարվել, որովհետև առաջինը այնտեղում ռազմական դրությունը
անընդհատ պահպանվում է, իհարկե ավելի նեղացրած, տեղ է թողված քաղաքական process-ների համար, ընտրությունների համար, բայց մինչև վերջ մեկը շատ դժվար է դա հաղթահարել, այսինքն ռազմաճակատի եւ բանակի ազդեցությունը բավականին մեծ է եւ քաղաքական եւ տնտեսական կյանքում։ Այս տարի, երբ որ մենք տեսանք այդ բախումը, որը եղավ Բերձորում, պարզ ու հստակ ասած ցույց տվեց, որ դեռ շատ հեռու ենք մենք քաղաքակիրթ պետական համակարգ ստեղծելուց։ Տնտեսական առումով ես ասեմ, որևէ իշխանություն իրեն չի արդարացրել, որևէ մեկը։ Կոռուպցիան, այդ փորձերը մոնոպոլիզացնել ամեն ինչը, պետական չինովնիկները իրենք իրավունք են վերապահել իրենց, անգամ հայտարարում են, որ իրավունք ունեն զբաղվել բիզնեսով, սեփականությունը շատ հանգիստ խլում են բոլորից, լուրջ հարցեր են սա, որևէ իշխանություն այստեղ չի կարողացել ուրիշ մոտեցում ցուցաբերի, չի եղել նման կադրեր, առաջին հերթին ցանկացած բարձրագույն պաշտոնյա փորձում էր ինքը սեփականություն ձեռք բերել, վարկեր վերցնել եւ այլն, այսինքն ոչ թե ծառայեցնել այդ պաշտոնը բոլորին, այլ առաջի հերթին իր խնդիրները լուծել։ Դա իհարկե շատ տխուր երևույթ է, մանավանդ Լեռնային Ղարաբաղում, այս վիճակում, երբ որ պատերազմը շարունակվում է, բայց դա փաստ է։ Դե ձեռքբերումներից մեկը իհարկե սահմանադրությունն էր։ Սահմանադրության ընդունումը շատ էական նշանակություն ունի, որովհետև շատ հարցեր օրինականացվել են, չճանաչված երկրի համար դա շատ էական հանգամանք է։ Եթե երկիրը ճանաչված է, կարծես թե ամեն ինչ պարզ է քաղաքական կյանքում, բայց երբ որ դու ճանաչված ես, այս կամ այն պաշտոնյա, այս կամ այն, չգիտեմ, քաղաքական ուժ կարող է յուրովի մոտենա Ղարաբաղյան խնդրին։ Սահմանադրության ընդունելով արդեն իսկ օրինականացվել է այն, որի վրայով ոչ ոք չի կարող անցնի։ Սա շատ էական խնդիր էր։ Ես չգիտեմ, ասենք, սահմանադրությունը ընդունելուց նման խնդիրներ դրվել են, թե չեն դրվել, բայց փաստը դա է, որ այսօր արդեն կա հիմնական օրենք, որը ոչ ոք չի կարող խախտել։ Պարոն Սարգսյան, Զորի Բալայանի նամակը եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը որքանով են համատեղելի։ Իդեպ Զորի Բալայանը իր նամակում խնդրում էր Վլադիմիր Պուտինին գալ եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ռուսաստանի մարզ։ Անկախությունը շատ յուրովի է ընդունվում տարբեր մարդկանց կողմից։ Մենք գիտենք ոնց կայսերապաշտություն գոյություն ունի մեր ժողովրդի մեջ։ Շատերը ընդհանրապես անկախությանը վերաբերվում են լրիվ ձևականորեն, մեծ արժեք չեն տեսնում։ Ավելի շատ մտածում են պաշտպանվածության մասին։ Այսինքն պաշտպանվածությունը դա ամեն ինչ է, քաղաքական նպատակն է, միակ շատերի համար։ Եվ այդ Զորի Բալայանի մոտեցումը հենց դա էր։ Դա այդտեղից է գալիս, որ նա անկախությանը շատ քիչ տեղ է տալիս, ոչ մի նշանակություն չի տալիս, պաշտպանվածությանն է տալիս։ Եվ դրա համար թեկուզ շատերը դատապարտում են նման մոտեցումը, բայց այդ նույն դատապարտողների մեջ ես մտածել եմ նույն մոտեցումը։ Սա շատ բարդ է, սա ընդհանրապես հայ քաղաքական մտքին բնորոշ բան է։ Կայսերապաշտությունը դրսևորումներ ունի տարբեր, ասենք կան շերտեր, որոնց մոտ ասենք ռուսահպատակություն կա։ Մարդիկ իրենց զգում են, ասենք, մի ուրիշ պետության քաղաքացիներ։ Ապրում են դրանով։ Կան շատ մարդիկ, կարող է զարմանալի թվա, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում մանավանդ, որոնց մոտ շատ խորը ներծծված է հենց թուրքամտությունը։ Այո, երբ որ խոսում ես, զգում ես, որ այդ մարդը ներքուս դեռ իր խնդիրները տեսնում է Թուրքիայի իշխանությունների հետ։ Սա է, ասեք, իր կյանքը, սա եկել է պատմությունից։ Դրա համար անկախ պետության արժեքը դեռ շատ քչերի մոտ է, որոնք իսկապես հասկանում են, ինչ առավելություն է դա ժողովրդի համար։ Եվ առաջին հերթին թե պաշտպանվածության տեսակետից, թե զարգացման տեսակետից մարդիկ չեն ընկալում, ուղղակի չեն հասկանում,
Խոսում ես կարող է անգամ արհամար են ծիծաղեն, ասեն հեքիաթներով մի զբաղվեք, չէ՞։ Մենք ով ենք, փոքր ազգ ենք։ Քաղաքական ուժեր կա, ընդհանուր ասում են։ Հանգիստ եղեք, մի թպրտացեք, դուք ով եք, ես եք, ենք, չէ՞։ Քաղաքական գործիչներ պարլամենտում որտեղից է դա գալիս։ Այդ դա գալիս է այդ մարդը ինքը ներքուստ ուրիշ պետության հպատակ է զգում, ուրիշ կայունության։ Տենց է դաստիարակվել։ Եվ նման մարդկանց քանակը շատ մեծ է։ Այդ որի Բալայանը արած ընդամենը մի դրսևորում էր։ Ի վերջո Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս լինի, թե պետք է անկախ լինի։ Այսօր արդեն համացանցում քննարկումներ են, շատերը նշում են, որ իրավական, քաղաքական, տնտեսական առումով մի շարք խնդիրներ կառաջացնի, եթե Լեռնային Ղարաբաղը անկախ լինի։ Այդ հարցում իսկապես մեծ փնթիություն է ցուցաբերվել այս 25 տարվա ընթացքում։ Դուք կզարմանաք, եթե ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև հիմա դասական առումով անկախության հռչակագիր չունի։ Սեպտեմբերի 21-ին անկախության ռեֆերենդում Հայաստանում եղավ 91 թվականին։ Այն ժամանակ պիտի լիներ հռչակագիր Հայաստանի Հանրապետության մասին, որտեղ ամեն ինչը այնքան պարզ ու հստակ պիտի լիներ, որ դուք այս հարցը այսօր չտայիք։ Բայց այսօր ուրիշ հռչակագիր օգոստոսի 23-ի 90 թվականի, որը վերաբերում է ընդամենը նա կարելի է կոչել հռչակագիր Հայաստանի Հանրապետության մասին, բայց ոչ թե անկախության հռչակագիր։ 90 թվականին Հայաստանում ընդունվել է հռչակագիր, որտեղ Հայաստանի Հանրապետություն կոչվել է այն, ինչ որ եղել է Ղարաբաղի հետ միացված։ Հիմքում դրած է, ասեք, այո, 89 թվականի որոշումը։ Դրանից հետո լրիվ ուրիշ ուղղության գնաց ամեն ինչը։ Հետո Լեռնային Ղարաբաղը անկախություն հայտարարեց, մարդիկ ասում են ինչու են անկախություն հայտարարել։ Բարձ պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ռեֆերենդում անց է կացվել նախկին սովետական Հայաստանի տարածքում։ Այսինքն հրաժարվել է օգոստոսի 23-ի 90 թվականի հռչակագրից։ Դե բնական է Ղարաբաղը կամ պիտի լուսնից կախվեր, կամ ինքն էլ պիտի չգնար անկախության։ Այս ամեն ինչը եղել է, որին մարդիկ շատ անլուրջ են վերաբերվել։ Եվ հիմա էլ շատ անլուրջ են վերաբերվում։ Ինչի համար, որովհետև ասում եմ, մարդիկ խորքային հավատ չունեն դեպի անկախությունը։ Անկախությունը մարդկանց համար դա ձևական բան է, լրիվ։ Իրավական ակտերը ձևական բան են։ Ուժն է ծնում իրավունք, նման ինչ-որ բաներ կա, ասում են մարդիկ, որոնք ոչ իրավունքը գիտեն ինչ է, ոչ ուժը գիտեն ինչ է։ Ընդհանրապես խոսք է։ Եվ այս վերաբերմունքն էլ վերածնել է այն իրավական խառնաշփոթը, որը գնալով շատ ու շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու հայկական պետությունների համար։ Երբ որ դուք հարցնում եք որն է ճիշտ է այն, որը դուք ընտրել եք եւ օրինականացրել։ Ինչ ուզում եք ընտրեք։ Ուզում եք դա ընտրեք, ուզում եք դա ընտրեք, բայց օրինականացրեք պարզ ու հստակ, որ ամեն քաղաքացու համար դա լինի օրենք, որ այո, սա առանձին պետություն է, սա միջպետական հարաբերություններ են, սա այսպիսի որոշումներ են, կամ էլ սա մի պետություն է, սա մի համանadrություն է, դա է էական, մնացածը էական չեն։ Մի բան, որը նշանակություն չունի մեծամասնության համար, մանավանդ հայ քաղաքական էլիտայի, որը էությամբ դեռ մնացել է գաղութատիրական, այդ հպատակությունը ինքը ծնում է արդեն որակ, գաղութատիրական ինչ-որ մտածողություն ունեցող քաղաքական խավ։ Մենք այս տարվա սկզբին այդ ցավալի դեպքը Գյումրիի հիշում եք կապված այդ զինվորի արածը չի, նա ինչ ստեղծեց, նա հոգեբանական կոնֆլիկտ ստեղծեց հայ ժողովրդի, ասենց ասեմ, եւ Ռուսաստանի միջեւ։ Դա եղել է հոգեբանական առումով կոնֆլիկտ Ռուսաստանի կայսրության եւ հայ ժողովրդի միջեւ։ Եվ մենք նկատեցինք ամբողջ այդ խավը, թե իշխող խավը, թե կուսակցությունները միանգամից կորան քաղաքական ասպարեզից, վերացան, մտան, չգիտեմ, սեղանների տակ, այսինքն նրանք նման կոնֆլիկտի պատրաստ չէին ուզում անգամ առնչվեն, նկատվեն, մի խոսք ասեն։ Իշխանությունը իր խոսքը մինչև վերջ ասաց։ Իշխանությունը առաջի հերթին, ոնց թե առաջի հերթին սարսափեցին, չէ, տրավոր հայտարարեն։ Տեսնում եք,
ինչ վիճակ է։ Բայց նման քաղաքական խավը ոնց կարող է լուրջ վերաբերվել իրավական փաստաթղթերին, իրավական ակտերին։ Պարոն Սարգսյան, այսինքն մեր այս երեք իշխանություններն էլ չկարողացան այդ խնդիրը լուծել։ Որտեղ բոլորն են նույն որակի են։ Մտածողության տեսակետից, աշխարհանկալման տեսակետից բոլորի համար իրավունքը, իրավական ակտը ոչ մի բան է։ Ուժն է ծնում իրավունք։ Խորքային համոզմունք։ Այս վերջի տարիները ներքին քաղաքականությունը այս նույն բանի հիման վրա չէր, որ աշխարհը փողի վրա է կառուցված։ Ինչի մասն է մարդիկ համոզում են բոլորին։ Սկզբունքս ինչ է, արժեքս ինչ է, սա սուտ բաներ են, այդպես բան չկա։ Կա շահ, կա փող։ Ասում եմ մարդիկ իրենք խորքային նման համոզմունքներ ունեն եւ փորձում են բոլորին համոզել։ Բայց սա էությամբ հակապետական մտածողություն է։ Եվ դրա համար մենք ոչ մի կերպ չենք կարողանում վերադառնալ եւ իրավաքաղաքական մոդելը մեր պետությունների հստակեցնել։ Եթե համաձայն չենք այն ինչ որ կա, պետք է ուրիշ որոշում ընդունենք, որևէ խնդրեմ չկա դրա մեջ։ Բայց այդ իրավաքաղաքական մոդելը հստակ ակտերով իրավական պիտի արտահայտվի, որից հետո արդեն երբևէ նման խոսակցություններ չեն լինի, ով ինչ է, ով ինչ իրավունք ունի, ով չունի, չէ՞։ Հարաբար քաղաքացիները ոչ մի իրավունք չունեն Հայաստանի նախագահ ընտրել։ Բայց ասում են դա Հայաստան ենք էլի։ Բայց ինչ որ մարդիկ հատուկ իրավունքներ են ստացել ընտրվել Հայաստանում։ Որտե՞ց այդ իրավունքները, ով է տվել այդ մարդկանց այդ իրավունքները։ Մարդիկ իրենք են իրանց տվել այդ իրավունքները, մնացածներն էլ զրկել։ Էլ չեմ ասում, որ դա մեր իրականության մեջ Ղարաբաղյան կլան ձևակերպումն է ստացել արդեն այս տարիներին։ Ստանում է, ինչ էլ ասեք, կստանա, բա ոնց։ Որովհետև իրավական հարաբերությունները երբ որ հստակեցված չեն, դրանց տեղը լրացվում են ընկերական, աղբերական, կլանային, մաֆիոզ հարաբերություններ, ինչ որ հարաբերություններ պիտի լինեն, չէ՞։ Չէ՞ որ բանակը գործում է այն տարածքում, այդ բանակում Հայաստանի քաղաքացիները ծառայում են, ինչի հիման վրա։ Չգիտեմ ինչի հիման վրա։ Որևէ ձևաթուղթ, փաստաթուղթ չկա։ Չգիտեմ ինչ որ բաներ կա, բայց դա պիտի հանրության համար ընդունելի եւ հասկանալի լինի։ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, այդպես է ասում, այդ պաշտպանության նախարարությունը։ Բայց դա ինչ է, կա տենց ակտ երաշխավորը ինչ է։ Չգիտեմ, եթե կան ինչ են թաքցնում։ Չէ՞ որ զինվորները ընտանում են դեղ, այդ զինվորները այնտեղ պատերազմում են, զոհվում են, կա զինվոր կա կարող հանցագործություն անում, դատվում է։ Ինչի հիման վրա է այս ամեն ինչը հստակեցվում եւ ինչու պիտի մարդիկ այս ճանաչեն։ Ոչ մի բան չկա, հենց նենց։ Մենք ենք հայ ենք, ուժեղ ենք, մերն է։ Պարոն Սարգսյան, որ դեպքում այս խնդրին լուծում հնարավոր կլինի տալ, եթե մենք ունենանք այլ որակի իշխանություն, թե Լեռնային Ղարաբաղում եւ թե նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանրապես քաղաքական զարգացումից է։ Երբ որ մենք հասկանանք, որ պետությունը ախմբավորում չի, դա պարզ ու հստակ օրենքի հիման վրա կառուցված օրգանիզմ է, սոցիալ-քաղաքական։ Երբ որ գանք այդ գիտակցության, այս ամեն ինչը սկսելու ենք ձևակերպել։ Արդեն այն փնթի փաստաթղթերը, որոնց հիման վրա ապրում են կարծես թե այսօր, այս պետությունները կվերաձևակերպվեն, կհստակեցվեն ամեն ինչը։ Եվ այդ ժամանակ լրիվ ուրիշ բան կստեղծվի։ Անգամ հիշում եմ ՆԱՏՕ-ում որ հրավերել, հանդիպում էինք, եւ ես եմ հարց տվել, ասեցի դուք ո՞նց եք վերաբերվում դրան, երբ որ Հայաստանի իշխանությունների հետ աշխատում ենք բանակը զարգացման գործում, բայց Հայաստանի բանակի ամենամարտունակ մասը Լեռնային Ղարաբաղում է։ Եվ այդ մարդիկ շատ հանգիստ են վերաբերվում։ Ասում են դա դեր գործն է, դեր բանակը որտեղ է, որ տարածքում է, դուք եք որոշում, որ տարածքում պահում եք։ Մենք ընդամենը ունենք սկզբունքներ, մենք առաջարկել ենք Հայաստանի իշխանություններին ու ասել ենք, որ դուք եթե մեզ հետ աշխատում եք, այդ սկզբունքները պիտի պաշտպանեք։ Մնացածը դա մեզ չի վերաբերում։ Հայաստանի Հանրապետության բանակն է, Լեռնային Ղարաբաղի բանակն է, դուք եք որոշում, կենտրոնական շտաբն է որոշում, անգամ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի հարաբերությունները մինչև ուր են ծավալվում։ Աշխարհում կոնկրետություն են սիրում, շատ բարձ ու հստակ, բայց մենք նման բաներ չենք հասկանում ստեղ, որ ամեն ինչը պիտի շատ հստակ լինի։
Եվ դրա համար ստեղծվում են մեծ ու մեծ խնդիրներ, վեճեր քաղաքական կյանքում, ներքին քաղաքական կյանքում, չգիտեմ, իրար չեն հասկանում մարդիկ, չէ՞, մեկ ասում ես իրավունք ունեմ Հայաստանի նախագահան դրվեմ, մեկ ասում է իրավունք չունես դու, եւ այդպես տարիներ, տասնամյակներ անընդհատ ծավալվում են, անիմաստ զրույցներ, որովհետեւ հիմք չկա իրավական, որ ասես այսպես է ճիշտ։ Եթե դուք իրավական հիմքեր ցույց տաք, մարդիկ ասել են դա ում է հետաքրքրում։ Մեր ամեր երկիրն է, սա մեր բարոյական իրավունքն է, պատմական իրավունքն է, դու ինչ կատեգորիայով են մարդիկ մտածում, շատ խանգարող բան է դա։ Պարոն Սարգսյան, դուք խոսեցիք Հայաստանի ժողովրդի մասին, որտեղ գերակշռում են այդ կայսերապաշտական նկրտումները, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը արդյոք անկախության գինը վերջնականապես ընկալել է իր մեջ։ Տարբեր է, ընդհանրապես չեմ ասի, որ շատ է տարբերվում Հայաստանի Հանրապետության հանրության մտածողությունը Լեռնային Ղարաբաղի, բայց տարբերվում է վիճակը, քաղաքական վիճակը տարբեր է, այն որ մենք փորձում ենք ներկայացնել, որ նույնն է, ոչ, դա լրիվ ուրիշ տարածք է, ուրիշ խնդիրներ են, ուրիշ ճանապարհ անցած հանրություն է։ Ի վերջո չմոռանանք, որ 94 թվականի բանակցություններում վեճ էր գնում, շատ մեծ վեճ էր գնում։ Շատերը ասում էին, որ պետք է ռուս քաղաքապահները գան կանգնեն այստեղ։ Պատերազմից հետո Ադրբեջանը արդեն ջարդված։ Վեճի մեջ ես էլ եմ մասնակցել։ Եվ ի վերջո հաղթեց այն, որ որևէ զորք այստեղ չի լինելու։ Ասում եք, ասենք այն մարդիկ, որ ի վերջո եկել են այդ որոշման, շատերը նույնպես կայսերապաշտ էին, բայց հաշվարկը պարզ, հստակ իրավիճակի գնահատականը բոլորին ստիպել է գալ այդ որոշման, որ չի կարելի թույլ տալ այստեղ ուրիշի զորք։ Այդ նույն մոտեցումները այնտեղում շատ ավելի լուրջ են մարդիկ ընկալում։ Ի վերջո 95 թվականին, 95 թվականին ի վերջո միանգամից այդտեղ ռուսական բազան հաստատվեց։ Չի ընկալվել։ Մարդիկ ասում են, ո՞ց պետք է այստեղ լինի, թուրքերը մեզ կուտեն։ Եթե թուրքերը այդ կռվում են, միջական կռվում, հասկացել են, որ չի կարելի թույլ տալ, որովհետև երրորդը եթե գա, դու արդեն դու հյուր ես լինելու։ Այդ տունը իրան ես տալիս, չէ՞, ու դու հյուր ես։ Ինքն են քեզ ցամանը կբացի, թուրքի բերանը կտա կամ հետ կտա, չէ՞։ Այս բաները եղել են դա։ Եվ հիմա էլ, երբ որ այս կամ այն որոշման մասին խոսում ես, էլ այդ կայսերապաշտությունը շատերի մոտ միանգամից աշխատում է, բայց երբ որ գալիս է որոշման ընդունելու պահերին, տեսնում ես, որ արդեն մարդիկ արդեն բարձ հստակ հաշվարկը գիտեն։ Սա շատ դժվար հաղթահարվող բան է, շատ։ Մենք ասում ենք նույնն է, բայց տեսեք, պաշարել են ռուսները Հայաստանը, սահմաններից սկսած այրոպորտով ամեն տեղ, չէ՞։ Բայց դուք գիտեք, մի ռուս դիվանագետ, եւ չեմ ասում ռուս սպա, որին կարող եք համոզել Լաչինից են կողմ տանել Ստեփանակերտ։ Չի կարող ոտը դնին դե։ Բայց ինչու՞։ Ինչու՞։ Ես հարցի պատասխանով եմ տալիս, որովհետև նա ուրիշ տարածք է։ Քաղաքական առումով ուրիշ տարածք է։ Որևէ պետություն չի կարող մտնի դե։ Ոչ շվոք, ոչ իրանցի, ոչ Միացյալ Նահանգների, ոչ ռուսը։ Այդպես է ստեղծվել քաղաքական համակարգը։ Սա իրականություն է, որը պետք է դիսկուսիայի ենթարկվի, մենք պետք է դա լավ ճանաչենք, բայց մեր մոտ նման բաներ ընդհանրապես գոյություն չունեն։ Լուրջ էլ չեն ընդունում նման զրույցները, բազմաթիվ տեղեր ես ունեցել եմ նման դիսկուսիաներ, մարդիկ լուրջ չեն ընդունում նման բաներ, որովհետև թե միջազգային հարաբերությունների էությունը չեն հասկանում, թե իրավունքի ուժը չեն հասկանում, թե քաղաքականության էությունը չեն հասկանում։ Հենց նենց է, էլի, բանը կանած ասենց է, ինչ կուզենք են կանենք, այդպես չի։ Ադրբեջանը այդքան զենք է առնում, տեսեք, եւ անցյալ տարի օգոստոսին հանեց այդ ծանր զենքերը, բարձրացրեց ինքնաթիռները, տանկերը, բայց չկարողացավ օգտագործել։ Ինչու՞։ Որտեւ շատ դժվար բան է օգտագործելը, ու չգիտես ինչով դա կավարտվի։ Այն մեծ քաղաքականությունը սա է, որը մենք չունենք։ Ցավոք, ու սա էլ այն բացասական երևույթներն են ձեր հարցին պատասխան, որ ինչին ենք հասել, ինչին չենք հասել։ Մենք լուրջ քաղաքականության չենք հասել, ցավոք։